Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Գերագույն խորհրդի падգամավոր Ազատ Աշակյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Աշակյան։ Բարև ձեզ։ Պարոն Աշակյան, երեկ օդանավակայանում կալանավորվեց Դավիթ Համբարձումյանը, ընդդիմության միասնական վարչապետի թեկնածուն եւ կրկին հայտարարություններ եղան իրավապաշտպանների կողմից, որ սա քաղաքական հետապնդում է եւ նաեւ հայտարարվեց, որ նա տղամարդկության եզակի օրինակ է ցույց տվել արտասահմանից գալով Երևան միաժամանակ իմանալով, որ չի կարող խուսափել կալանավորումից եւ այսպես շարունակ այսօր Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ նա շարունակում է մնալ իրենց իմպիչմենտի գործընթացի այդ վարչապետի թեկնածուն։ Նախ ընդհանուր առմամբ գործընթացները ինչպես է գնահատում եւ սրանք քաղաքական հալածանքներ են, ինչպես իրենք են պնդում, թե իրավական գործընթացներ են եւ օրինակ իրենք ասում են, որ Նիկոլ Փաշինյանը այս նախընտրական շրջանում մաքրում է բոլոր վարչապետի թեկնածուներին, իր ճանապարհը մաքրում է, այսպես ասած։ Հիմա դուք որ տեսակետի կիսողն եք։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանից սկսենք։ Նիկոլ Փաշինյանը պետք է եռանդով այն մուրճ ունի, դուխով, էլի բաներ խոստացել է, եռանդով պետք է Հայաստանի քաղաքական կյանքը մաքրի կրիմինալից։ Կրիմինալ, բոլոր նրանք, ովքեր որ կասկածելի անցյալ ունեն, կասկածելի ներկա ունեն, այդ կասկածելի եմ ես ասում։ Պետք է նրանք չհամարձակվեն քաղաքական ասպարեզ մտնել։ Մարդը մինչև քաղաքականություն, քաղաքական հայտ ներկայացնելը պետք է իմանա, որ շատ լուրջ զտիչ կա իդեմս դատախազության, դատարանի, քննչականի, իդեմս քաղաքական կամքի իշխանության, որ քրեականները Հայաստանի Հանրապետության իշխանությունում մուտք չունեն, արգելված է, եթե մարդը պրոբլեմ ունի իրավապահ մարմինների հետ, հարկային մարմինների հետ, ընտանեկան պրոբլեմ ունի, ընտանիքում պրոբլեմ կա, օրինակելի ընտանիքի անդամ չի, նրանք պետք է չմտնեն քաղաքականություն, ես այդպես եմ կարծում, եթե ես լինեի, եթե իշխանությունում լինեի, կքվեարկեի խստացումների օգտին, այսինքն առաջինը դա Նիկոլ Փաշինյանին ես հիմա դժգոհությունս եմ հայտնում, որ մեղմ է, չի կարելի մեղմ լինել, չպետք է հասներ այդտեղ։ Հիմա անդիմությունն էլ ասում է ռեպրեսիա է։ Կուսակցությունների մասին օրենքը պետք է արգելեր կասկածյալին այդտեղ մտնելը, այդ պետք է անպայման նա տեղեկանք բերեր հետը, որ ինքը բարեվարքության օրինակ է։ Ես ուզում եմ, որ իմ հայրենիքի քաղաքական իշխանությունը ներկայացնող անձնավորությունները լինեն օրինակելի, իրենց բարքով, կենցաղով, օրինակ ընտանիքի անդամ լինեն։ Ապահարզանը համարվում է վատ բան, եթե քաղաքական գործիչը ապահարզանով է եկել, արդեն վատ է, եթե դուք ու ընտանիքում չես կարող, դու եթե սխալ ընտրություն ես կատարել քո անձնական կյանքում, բա դու մեր երկիրը ուր ես տանելու, տեսեք այդտեղից է։ Դա ծայրահեղություն չի, պարոն Աշակյան։ Ես ծայրահեղություն եմ ասում, թող բան անեն, մի քիչ մեղմացնեն, բայց մարդը գա իր երեխաների հետ, իր ամուսնու հետ, կնոջ կամ ամուսին տղամարդ, թող գան, մենք այդ նկարը ուզում ենք տեսնել, մենք ուզում ենք տեսնել դեմոգրաֆիական խնդիր ունենք, մենք ուզում ենք այ ընտանիքը տեսնենք, նա իր ընտանիքում ինչպես է իրեն պահում, մեծ ընտանիքում, որը մեր երկիրն է ինչպես պետք է պահի, ես կարծում եմ, որ պետք է խստացվեն քաղաքական կուսակցությունների մասին օրենքում պետք է լինի զտիչ, մանդատային հանձնաժողով, այ կուսակցություն, որ մեկ դիմում է գրել մտնի կուսակցություն, պետք է ասեն ԶԱԳՍ-ի տեղեկանք բեր, առողջապահության մասին տեղեկանք բեր, որ դու առողջ ես։ Դա չի հակասում ժողովրդավարությանը։ Չի հակասում, ժողովրդավարությունը հենց դա է։ Ժողովրդավարությունը քաոս չի եւ քրեա օլիգարխիկ համակարգ չի։ Ժողովրդավարությանը մենք ամենաթողություն չի։ Մենք ուզում ենք, բայց ժողովրդավարությունը ցենզ չի դնում, օրինակ տարիքային։ Օրինակ բնակա ժամկետը, որ անպայման քաղաքացի լինի, դնում ենք, չէ, դա էլ դնենք, որ օրինակելի մարդ լինի, լեզվի մասին, ես կուզենա, որ նա քննություն էլ տա հայոց լեզվից, պետական լեզվից քննություն տա,
եւ տեղեկանքներ բերի, որ առողջ է։ Առողջ է, կարող ենք բացառության կարգով, կարող ենք յուրաքանչյուր քաղաքական կուսակցության համար լիմիտ, այ քվոտա դնենք հոգեկան հիվանդի, այ որ գժանոցից մեկը եկել է, Նապոլեոնը եկել է, ուզում է այստեղ, կամ Ստալինը։ Բայց մեր քաղաքական դաշտում նման օրինակներ Ես ասում եմ դնենք էլի, այ դնենք քվոտա դնենք, որ կուսակցությունում կա գիժ։ Դե կգրենք այլ բան։ Եվ այլը, ես համաձայն եմ քվոտա լինի 1-2 հոգի թող լինեն, ասեն այսպեսին էլ կա։ Նույնիսկ տեղը վանդակապատ լինի այդ աթոռը, որտեղ որ նա պետք է նստի։ Ես կարծում եմ, որ պետք է կուսակցությունների մասին օրենքը խիստ լինի։ Հայաստանի Հանրապետությունը այդքան ռեսուրսներ չունի, որ քրեականները պաշտոն զբաղացնեն, քաղաքականությունը Հիմա նորմալ էր, որ Դավիթ Համբարձումյանը, որը անցնում էր վարույթներով, ըստ էության, դարձել էր իմպիչմենտի գործընթացում այդ ՀՀԿ-ի կողմից դարձել էր վարչապետի տեխնացու, հիմա էլ հայտարարվում է, որ այս մարդը քաղաքական հալածյալ է։ Այստեղ որտեղ է խնդիրը։ Սա իրավական գործընթաց է, թե իսկապես քաղաքական հալածանքներ կան։ Քաղաքական եւ իրավական։ Քաղաքականը ասացի, որ քաղաքական կուսակցությունների մասին օրենքը պետք է արգելեր նրանց գործունեությունը։ Հանրապետական կուսակցության համար առանձին մի բան կա, ապասովետականացում կոչվածը, դենացիֆիկացիա, որ անում էին Գերմանիայում, պատերազմից հետո Հայաստանում անկախությունը հռչակելուց հետո պետք է լիներ դեսովետիզացիա։ Այսինքն պետք է բոլոր այդպիսի բարք, սովետական նոմենկլատուրան, սովետական բարքերով, օրինակ եկեղեցին, կրոնական կազմակերպությունների մասին օրենքը մենք արտագրել ենք Ստալինի գրած օրենքից։ Ես այն ժամանակ արտագրել եմ։ Ես մասնակցել եմ։ Դուք ինքներդ մասնակից եք եղել այդ process-ին։ Այո, բայց չեք տեսնում, որ մեղքի զգացումով եմ խոսում, մեղավորի։ Հա մենք թույլ ենք տվել, որ կրոնական կազմակերպությունները գրանցվեն Ստալինի գրած օրենքով, սովետական զամպալիտ հավատացյալների համար։ Ուրեմն կար սովետական զամպալիտ անհավատների համար, աթեիստների համար։ Մենք որոշեցինք Ստալինի օրինակը 1943 թվականի ամերիկացիները խեղդում էին Ստալինին, երկրորդ ճակատ չէին բացում, ասեցին բացարա։ Կրոնական կազմակերպություններին ազատություն տուր։ Նա էլ ասեց դե բերեք զամպալիտ սարքենք։ Ու այդպես մնացել է կից Սովետական միության իշխանությանը կից կրոնական կազմակերպություն։ Մենք ստեղծեցինք այդպիսի ազատ չի մեր եկեղեցին, ազատ չի, նա իրեն պատկերացնում է իշխանությանը կից, իշխանության Բայց որ իշխանությանը, որովհետև մենք հիմա տեսնում ենք, որ եկեղեցին սովետական, այսինքն սովետական իշխանությանը, հիմա սովետը գնացել է հետ չի գալիս, կանչում են, ասում են արի մենք մենակ ենք մնացել Հայաստանում, ուզում ենք սովետական իշխանությունը հետ գա, որպեսզի մենք իմանանք ով ենք մենք, հիմա իրենք չգիտեն ով են։ Դու գիտեք լուրջ բարեփոխումների խնդիր ունի մեր եկեղեցին, օրինակ բերեմ, հետո կվերադառնանք հանրապետական կուսակցությանը, նա լուրջ քվեարկություններ ունի, լուրջ։ Ուրեմն կրոնական կազմակերպությունները պետք է անպայման անդամավճար վճարեն, անդամավճար ստանան, այսինքն պետք է գրանցվեն մեր կրոնական կազմակերպությունների հավատացյալները պետք է գրանցվեն։ Մենք պետք է իմանանք, քանի քրիստոնյա ունենք, քանի բուդդիստ ունենք, քանի մահմեդական կա մեր երկրում, քանի աթեիստ կա։ Այսինքն մարդը երբ որ ասում է ես քրիստոնյա եմ, հայ առաքելական սուրբ, ուղղափառ եկեղեցու հավատացյալ եմ, ասում ենք որտեղ ես գրանցված, անդամավճար որտեղ ես մուծում, բեր տեղեկանքը։ Տեղեկանք բեր, որ դու մուծում ես, առնվազն եթե չափահաս է, ընդհանրապես մկրտությունից հետո։ Մկրտությունը արվում է, երբ որ դու գրանցվում ես։ Այ երեխան հենց որ գրանցվեց, մկրտություն ստացավ, գրանցվեց մատյանում։ Ծնողները անդամավճար պետք է տան կամ գրում ենք մինչև չափահաս դառնալը։ Պարոն Աշակյան, եթե այդ հարցերը, որոնք կարևոր են, մի կողմ թողնենք, քաղաքական առումով, տեսեք, եկեղեցին ուղիղ միջամտում է քաղաքական process-ներին, հայտարարություններ է անում, դուք էլ ասացիք, որ ըստ էության դեռևս չի պատկերացնում իրեն սովետից դուրս, այսպես ասեմ։ Սովետական է։ Հիմա խնդիրը ո՞րն է, որ պայքարում է ժողովրդավարության դեմ, վերջերս հոգևորականներից մեկն ասում էր, որ ժողովրդավարությունը դա լավ բան չի, դա կառավարման ամենավատ համակարգերից է։ Հիմա ինչի մասին են այս խոսակցությունները եւ տեղի ունեցողը նաեւ, որ մենք տեսնում ենք հակառակ պահանջը, որ կաթողիկոսը պիտի հեռանա։ Ճշմարտությունը որտեղ է։ Ճշմարտությունը բացարձակ ճշմարտությունը Աստվածաշնչում գրած է, հարկավոր է հաճախակի կարդալ եւ անգիր անել։ Ցանկալի է գրափար։
կամ եբրայերեն գրաբար ավելի լավն է ճշմարտությունը այնտեղ է գիտենք այոն այո է ոչը ոչ այդտեղից սկսենք դե բայց հիմա կաթողիկոսը պիտի հեռանա թե քաղաքական իշխանությունները կաթողիկոսը պետք է ոնցակոչում պաշտոնանկա հոգևորականների կարգալուծանի բոլոր այն հոգևորականներին, որոնք որ խախտում են կանոնադրությունը։ Այն կանոնադրությունը, որով որ գրանցվել է կրոնական կազմակերպությունը, գրանցվել է կանոնադրությունով, այնտեղ գրված է կրոնական կազմակերպությունը պետք է զբաղվի իր հոտով, իր ծրագրերով, իր կանոնադրության շրջանակներում։ Դրանցից ոչ մեկի մեջ գրված չի, որ իրենք քաղաքացիական պատերազմ հրահրելու իրավունք ունեն կամ ծրագիր ունեն։ Մարդը հոգևորականը հենց որ հայտարարեց, որ զինված ուժերը թող հեղաշրջում կատարեն, այսինքն ոչ թե քվեարկության գնան ընտրությունների միջոցով, այլ քարոզչություն կարելի ընտրությունների ժամանակ մենք կքվեարկենք սրա օկտին նրա դեմ։ Եթե այդպես չի ասում է զինված ուժեր մտեք, ջարդեք, փշրեք, զենքը դա է։ Զինված ուժը դա է անում, ուրիշ դե բան հիմա չի։ ասում են հոգոտողություն չի արել, պարզապես ասել է։ Ծրագրային բան է, ուրեմն նրան պետք է անպայման կարգալուց ամեին, իսկ եթե գնում կանգնում է եկեղեցի ներկայացնող, այ գիտեք, որ մեր երկիրը ունի մարդ, որը որ մեր երկրի անունից հանդես գալու իրավունք ունի, օրինակ ես չունեմ, դուք էլ չունեք, բայց մի հոգի իրավունք ունի մեր երկրի անունից խոսելու վարչապետն է։ Նա կարող է ասել մենք։ Ճիշտ այդպես էլ հոգևոր առաջնորդը եկեղեցու անունից է խոսում, ինքը անձնական կարծիք չունի, նա չի կարող անձնական կարծիք ունենալ ըստ կանոնադրության, իրենց կանոնադրության, ուրեմն եթե ինքը կանգնում է քաղաքացիական պատերազմ հրահրողի կողքին, աջակցում է նրան, ուրեմն ինքը խախտեց կանոնադրությունը, մեր իրավապահ մարմինները պարտավոր են լիցենզիան հետ կանչելու։ Իսկ նաև շատ է խոսակցությունները վերջին շրջանում, հատկապես հոգևորականներն են խոսում, որ իրավապահ մարմինները կարող են գնալ կաթողիկոսի ետևից, անգամ ասում են, որ չի հրաժարվելու միևնույն է կաթողիկոսությունից եւ անգամ կալանավայրից ինքն իր գործառույթներն իրականացնելու է, իրենք էլ կալանավայրը վերածելու են կաթողիկոսարանի եւ այսպես շարունակ։ Ինչի մասին են այս խոսակցությունները, արդյոք հիմքեր կան գնալու կաթողիկոսի ետևից եւ կան նման հիմքեր, որ վարույթներ նախաձեռնվեն։ Ովքեր որ ուզում են, թող գնան, մենք օրինակ գիտենք, մեր մոտ դա բավական խիստ է։ Ես նորից ասեմ, դժգոհ եմ խստության չափից, բայց գիտեք, քրեական աշխարհում կան ղեկավարներ, բանտից ղեկավարում են աշխարհը, իրենց աշխարհը։ Մենք էլ մեկ-մեկ բռնում հայտարարում ենք։ Մենք օրենքով գողեր, պրաշլյակեր, չգիտեմ ինչեր, չասեմ էլի, ձեր եթերում տերմինները չբերեմ։ Նրանք բանտից ղեկավարում են այդ աշխարհը։ Հա, թող գնա, եթե կան մարդիկ, որ համաձայն են, որ քրեական պատասխանատվության ենթարկված մարդը, բանտում գտնվող մարդը իրենց պետք է ղեկավարի, ուրեմն թող լինեն, այդ ժողովրդավարություն է, թող լինեն, մենք այդ ժամանակ արդեն գնում ենք OPG, հա, այդպես են ասում, արդեն քրեական հեղինակություն է դառնում մարդը, եթե բանտից ղեկավարում է ինչ-որ կազմակերպության թեկուզ կրոնական, որը խախտում է Հայաստանի Հանրապետության օրենքները, մարդին հենց այնպես չեն ասում, դու դուրս չես գալի, արի բանտ, քեզ տարանք բանտ, չէ, դատարան կա, չէ, դատարանի վճռողն է պետք է հայտնվի բանտում, եթե դատարանը գտավ, որ հանցանք է կատարել, օրինակ, քաղաքացիական, ես ասում եմ, մարդը դու բոլորիս հայտնի եւ վճիռ կա։ Ես դատավճիռը ունեմ, որ մարդը դատապարտվել է քաղաքացիական պատերազմ հրահրելու համար։ Եթե այդպիսի կազմակերպության ղեկավարը բանտում է, ուրեմն դա արդեն կազմակերպություն է։ Դա քաղաքական ծրագրեր հետապնդող քրեական կազմակերպություն։ Ոնց կարող է ամենայն հայոց կաթողիկոսը բանտարկյալ լինել։ Ոնց կարող, ոնց են իրենք պատկերացնում։ Դա հնարավոր չէ։ Իհարկե անհնար է։ Անհնար է։ Այսինքն մարդը ուրեմն կաթողիկոս չի։ Օրենքը խախտող մարդը չի կարող կաթողիկոս լինել։ Կանոնադրությունը խախտող մարդը չի կարող կաթողիկոս լինել։ Օրենքը խախտող մարդը չի կարող կրոնական կազմակերպությունում հոգևոր հովիվ լինել։ Եթե խախտել է օրենքը,
Եթե խախտել է իրենց կանոնադրությունը, իրենց գրած կանոնադրությունը, որը նույնպես մեր գործն է հավատացյալների եւ հավատացյալների պետության։ Իմիջիալից ասում են պետությունը ինչ գործ ունի, ո՞նց չունի։ Վնասարարություն է, այսինքն օրինակ ինքնավնասարարությունը կարելի է, կան կազմակերպություններ կրոնական, որ ինքնավնասարար են, օրինակ ամորցատում են, կամ աղջիկներին թլպատում են, արգելված է դա, չի կարելի, վնաս եք տալիս երեխաներին։ Պարոն Աշակյան, բայց ասում են, որ սա պետության եւ քաղաքական գործիչների խնդիրը չէ, մենք եկեղեցու ներսում խնդիրը կբարձրաձայնենք, կլուծենք, բայց մենք տեսնում ենք, որ որևէ արձագանք չկա, որևէ անդրադարձ չկա։ Օրերս նաեւ Արշակ Սրբազանի հետ կապված ինտիմ տեսանյութեր տարածվեցին համացանցում, եւ այստեղ էլ Արշակ Սրբազանը ոչ հերքեց, ասաց, որ դա հերյուրանք է, ինքը չի պատրաստվում դրան անդրադառնալ եւ ոչ մի արձագանք նաեւ մայրաթորում։ Սա ուրեմն նորմալ երևույթ է սա։ Եթե իրավական կոմպոնենտը մի կողմ թողնենք։ Թողնում ենք, իրավականը թող զբաղվեն, մեզ ինչ եք ցույց տալիս, սիրուն, մենք սիրուն կինոներ գիտենք, Էլիզաբեթ Թեյլոր, այն աղջիկը, ինչա, գլխավոր բնազդ բան, ազգանուններ, ես չգիտեմ Հոլիվուդում, սիրուն կինոներ կան էրոտիկ։ Նայում ենք, հետո գեղեցկության կոնկուրս մեր աղջիկը էս վերջերս բռնցքամարտիկը սա շատ սիրուն բաներ էր անում։ Դա կրանայակատը ինչ նայելու բաներ, որ բերեցիք ցույց տվեցիք մեզ։ Ես հիասթափված եմ, տգեղ էր, դիտարժան չէր։ Երկրորդը այդտեղ ամենակ այդ բանը չէր, արվականը չէր, իքականն էլ կար, որը որ ընդհանրապես քաղաքացի է իր տանը։ Նրան ինչի եք ցույց տալիս։ Այ մեր իրավաբանները պետք է պարզեն, նրա իրավունքները պաշտպանեք։ Այդ կնոջը ինչի ցույց տվեցիք։ Իր անձնական կյանքը ենթադրենք դուք ինչ ունեք, դատարանի վճիռ ունեք, որ այդ հոգևորականին կարող եք նկարել օպերատիվ, բակինը։ Դե գլխավոր դատախազությունը արդեն քննչական կոմիտեին է ուղարկել, գործընթացի մեջ է, բայց բարոյական իմաստով, այսինքն սա նորմալ երևույթ է, որ որևէ մեկը։ Անցնում ենք հաջորդին, հիմա ես որպես հայ առաքելական սուրբ եկեղեցու ուղղափառ հետևորդ եւ եռանդուն հետևորդ ես դրա համար պատժվել եմ, բանտ եմ գնացել սովետների օրոք, նաև դրա համար ուզում ասում ես իրավունք ունեմ պահանջելու, հաշվետվություն, դուք ասում եք բացատրություն չի, դա հաշվետվություն է մեզ, մենք ձեզ պահում ենք, ձեզ սուրբ ենք ասում, սրբազան ենք ասում, ձեր կողքով անցնելուց խաչ ենք անում հարգանքի նշան, խոնարհվում ենք, հաշվետվություն տուր, ես ինչ էր ասում ձեր մասին։ Ինչ է ասում ձեր մասին, պետությունը ինչ է ասում ձեր մասին, մենք պետությանն էլ ենք ասում հաշվետվություն տուր, դու ինչ եք ադում, մեր շահերը ինչի չեք պաշտպանում, ովքեր են դրանք, զավթել են եկեղեցին զավթել են քրեականները, անբարոյականները, զավթել են, բացատրություն եմ ես ուզում պետությունից, դուք ինչ եք թույլ տալի, որ մեր եկեղեցին ապականվի, արատավորվի, մենք ինչ մեղավոր ենք, մենք հարկը տալիս ենք, տուրքը տալիս ենք, մոմը վառում ենք իրենց մոմը, տնից չենք տանում էժան մոմ, իրենցից ենք գնում, խունկ ենք առնում ընդեղից, հրավիրում ենք բոլոր մեր միջոցառումներին ֆինանսավորելով։ Հիմա այս հարցերին ովքեր պիտի պատասխանեն։ Եվ պետությունը, եւ եկեղեցին, եկեղեցու չինովնիկները, պետության չինովնիկները Արդարադատության նախարարությունը թող ինձ բացատրություն տա, կանոնադրության մեջ կա, որ դրանք դա պետք է անեն։ Մենք գրանցվել ենք այդպես։ Մենք գրանցվել ենք, որ եղբայրասպանություն հրահրենք, մենք այդ մոմը դրա համար ենք վառում։ Իր հագուստը մենք ենք, չէ՞, կարել։ Բնակարանի վարձը մենք ենք տալիս, չէ՞։ Բայց մենք տալիս ենք, որ ինձ հրահրի եղբայրասպանության, իմ հարազատները բանակում ծառայում են։ Մերոնք ծառայող են։ Ես էլ հիմա եթե պետք լինի, կգնամ ծառայության, հիմա ում վրա եմ կրակելու, բարիկադի մյուս կողմում ովքեր են կանգնած, վերադառնանք են հանրապետական կուսակցության լիդերին, բա դուք չէիք իմանում, որ մարդը քրեական հետապնդման են, դա նախ դուք, որ քվեարկություններ եք անցկացնում այդ Եվրազիական միություն, բան, բա դրա համար բացատրություն չեք տալիս, բա չեք բացատրում, բա պատասխանատուները ինչի չեկան, Արցախի ինչի հանձնեցին,
Ձեր հովանավորյալները այստեղ։ Ես հարց եմ տալի, չէ՞, դուք մեզ տարակ միացրեցիք Բելոռուսին։ Տարակ Ղազախստանին միացրեցիք, չէ՞։ Պատերազմի ժամանակ եկան դրանք։ Բայց ինչի մեզ տարակ քվեարկեցիք։ Ես չեմ ասում են մի գիշերվա մեջ, որ ասում եք Սերժ Սարգսյանը հայտարարություն արեց։ Իր հայտարարությունը պետք է լինի 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ինքը ինչ արեց։ Այդ դրա մասին է խոսքը։ Եվրոպայից ինչի մեզ կտրեց։ Մենք հիմա ստորագրություն ենք հավաքել, օրենք ունենք Եվրոմիությանը միանալու մասին։ Սերտ հարաբերից ինքը խոչընդոտներ է հարուցել, չէ՞։ Հիմա են հայտարարում, օրինակ Վարդան Ղուկասյանի շուրթերով վերջերս հայտարարություն եղավ, որ մենք պետք է միութենական պետության կազմ դառնանք, եւ Վարդան Ղուկասյանի իդեպ դատապարտում է հանրապետականը Վարդան Ղուկասյանին։ Նման հայտարարություն չի եղել։ Ինչ որ դրա համար եմ ասում հաշվետվություն, նրանք էլ պետք է հաշվետվություն տան։ Ես ուզում եմ ձեր ծրագրում դա կարող եմ ասել, թող պետությունը հանձնաժողով ստեղծի այս 35 տարվա մասին լուրջ, որ հաշվետվություն ինչով են զբաղվել մեր իշխանությունները, ինչի փոխեցին օրինակ միացման ակտը։ Սուրեն Հարությունյանի ժամանակ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի իշխանությունները մի անգամ հայտարարեցին, որ Արցախը Հայաստան է։ Հետո դրանից հետո այն մյուսները ինչի հայտարարեցին, որ Արցախը Հայաստան չի։ Օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ Հայաստան չի, չէ՞։ Ինչի չեղյալ համարեցին դեկտեմբերի 1-ի որոշումը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է եւ դրա համար էլ մեղադրում են, ասում են դուք եք հրահրել պատերազմը հայտարարելով, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ասենք Սուրեն Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, որ Հայաստանը եւ վերջ Արցախը։ Այն մյուսները թող հայտարարեն ինչի Հայաստան չի, թող բացատրություն տան, ինչի Արցախը Հայաստան չի, թող Ռոբերտ Քոչարյանը բացատրի ինչի Հայաստան չի Արցախը։ Մենք ընտրել ենք, մենք որոշել ենք մեր իշխանությունը սովետական սոցիալիստական Հայաստանի գերագույն սովետը որոշում է կայացրել միացման։ Այդ տեսեք հաշվետվության խնդիր կա։ Այդ դրա համար պետք է ձևավորվի մի հատուկ հանձնաժողով հասարակական կազմակերպություններից, քաղաքական կազմակերպություններից, ես ասեմ, ազդեցիկ տաղանդավոր մտավորական, օրինակ Նոբելյան մրցանակակիր ունենք Գրեմի, միջազգային ասպարեզում, որ չասենք էլի մեր ուզեցել մեդալ են բաժանել վաստակավոր, անվաստակ, դե մենք գիտենք ովքեր են, օրինակ Տիգրան Մանսուրյանը, Հախվերդյան Ռուբենը, ես առաջարկում եմ, ներգրավեք, թող ներգրավեն մի հատ, որ մենք իմանանք, ինչ է կատարվել 35 տարի Հայաստանի Հանրապետությունում։ Բայց այդ կազմում ավելի շատ պիտի լինեն քաղաքական դերակատարներ, թե դուք մշակույթի հիմա ոլորտի մարդկանց եք նշում։ Իրենք ինչպես կարող են օրինակ քաղաքական գնահատականներ հնչեցնել եւ կամ նախկին նախագահների ղեկավարությանը գնահատականներ տալ։ Վճռական ձայնի իրավունք պետք է ունենան հասարակական կազմակերպությունները, հասարակական կարծիքը պետք է լինի վճռական ձայնի իրավունքով, թե չէ այդպես լինի իրենք են, էլի բարձ չէ, որ իբրի ասեն մենք լավ ենք արել, մինչև հիմա որ ասում են։ Ասում են լավ, դա այնպես պետք է լինի իրենց մասնակցությամբ, ես դա ինչի ասեցի, որ իրենք էլի քաղաքական կազմակերպությունները նույնպես, որ մասնակցեն ինքնապաշտպանության իրավունքով, որ ապացուցեն, որ իրենք լավ բան են արել, որպեսզի մենք իրավունք ունենանք այդ կազմակերպությունները լիցենզիայից զրկելու, փակելու։ Ասենք, որ դուք ոչ միայն այն ժամանակ եք սխալ արել, այլ հիմա պնդում եք, որ դուք հիմա էլ սխալ կանեք։ Այսինքն դա է ասում, եթե մարդիկ չեն դատապարտում այն ժամանակվա իրենց վարքագիծը, որը բերեց սրան, որ սրան բերեց այսօրվան, սա հետևանք է, այս հետևանքի համար պատասխանատուներ կան, չէ՞։ Օրինակ ես ասեցի, մեղքի զգացում ունեմ այս կազմակերպությունը կրոնական կազմակերպությունների մասին օրենքը իմ օրոք ընդունվել է։ Ես մեղավոր եմ։ Եվ հիմա կարծում եք, որ հիմա պիտի փոխվի։ Անպայման պետք է արդիականացվի։ Կրոնական կազմակերպությունները պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սպասարկեն։ Դա իրենց կազմակերպություն։ Հիմա ում են սպասարկում, պարոն Աշակյան։ Իրենք հայտարարում են իմպերիային, Սովետական միությանը, իրենց նշանակողին, իրենց ընտրողին, այդ զտիչը իրենք անցել են։ Դրանք այդ տարեցները, իսկ այնտեղ հիմնականում տարեցներ են,
նրանք անցել են սովետական զտիչով, վերնապոդմնի են, անպայման վստահեցրել են սովետական իշխանությանը, որ իրենք հավատարիմ են սովետական իշխանությանը, պարտադիր պետք է ապացուցեին, մանդատային հանձնաժողով են անցել նրանք։ Իսկ այդ KGB գործակալ լինելու մասին Բոլորը միասին, տեսեք, ավելին, միայն KGB-ն չէր, միայն KGB-ին չեն նրանք վստահեցրել, որ հավատարիմ են լինելու սովետական միությանը։ KGB-ն եղել է պատժիչը, բայց ուրիշներ են, սովետներ են եղել, կուսակցություններ են, քաղաքական իշխանությանն են նրանք հավատացրել, որ իրենք վստահելի են, նրանք ընդունվել են այդ կրթական համակարգը, կրթություն են ստացել, կոչումներ են ստացել։ Միջև հիմա էլ ստանում Կրոնական են։ կոչումների մասին է խոսքը, կրոնական կոչումներ են ստացել։ Այն նրանք հիմա կազմակերպել են, դուք պատկերացնում եք, մեր եկեղեցու պաշտոնյաները հայտարարություն չեն անում։ Այս Հովանավանի դեպքում պատկերացնում եք, հայտարարություն չեն անում, համաձայն եք, մարդին ազատեցին, գործից վռնդեցին։ Դե ասում են կարգալույց է։ Ասել չեմ ուզում, այսինքն ես հավատարիմ եմ կանոնադրությանը, հանեցին գործից։ Պատկերացնում եք, մարդը ասում է, ես հոգևոր ծառայող եմ։ Չի ասեցին, քաղաքականությունով զբաղվի։ Մորդ ու հորքուրիտ էլ հետը տար այդ նկարնել, քու զոհված եղբոր նկարնել կախեք ձեր դոշից, որպես զրահաբաճկոն, գնացեք, դրա համար հեռացրել են գործից, ու հոգևորականները լռում են, համաձայն եք, որ կանոնադրությունը խախտվի, այդ դա է նշանակում, եթե լռում են, ովքեր որ լռում են, լռությունը ինչի նշան է, համաձայնության, դուք համաձայն եք, որ մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին խախտի եկեղեցու սպասավորները խախտեն կանոնադրությունը եւ օրենքները։ Ըստ իրենց Տեր Արամն է խախտել դրանք եւ վիրավորել է Մայրաթոռը թեմակալ առաջնորդին իր հայտարարությունով։ Դատարան, դիմեք դատարան, այդ հոգեվորականները թող դիմեն դատարան։ Դատարանը ինչի համար է։ Դիմեք դատարանը սխալ որոշում կայացնի, հեղափոխություն կանենք, մենք հեղափոխություն անող ժողովուրդ ենք։ Նախադեպը կա։ Մի քանի անգամ արել ենք։ 1920 թվականի մայիսին արել ենք, հայկական պետությունը կործանել ենք։ 1990 թվականին արել ենք, հայկական պետությունը վերականգնել ենք։ 2018 թվականին հեղափոխություն արել ենք, ժողովրդավարությունը վերել ենք Հայաստան։ Հիմա էլ կանենք, եթե դատարանները սխալ որոշում կայացնեն, հեղափոխություն կանենք, դատարանները կցրենք, նոր դատարան կստեղծենք։ Հիմա Տեր Արամը ճիշտ ճանապարհին է։ Թող դատեն, ես իմանամ։ Նկատի ունեմ պատարակները, այդ Հովանավանքում անցկացվող եւ նաեւ վարչապետի հայտարարությունները, որ Հովանավանքից սկսվում է Մայրաթոռի ազատագրումը, գործնական փուլը։ Դուք ինչպես եք այս process-ները գնահատում։ Ես լսել եմ շատ 500 տարի առաջ եղել է ու դրա մասին գիտեմ։ Մարտին Լյութերը այդպիսի բան արեց, ռեֆորմացիա արեց։ Հիմա մենք Արամ, ոնց է, Աբեղա, Տեր Արամին մենք մեր Մարտին հիմա ռեֆորմացիա է անում, թող ծրագիրը բերի։ Եթե ինքը ռեֆորմացիա է անում, թող ծրագիրը բերի, այ 95 կետ։ Թող գոնե 9 կետանոց մի հատ ծրագիր բերի։ Ես կարծում եմ, որ քանի դեռ Արդարադատության նախարարությունը չի կասեցրել հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտոնյաների գործունեությունը օրենքով սահմանված կարգով, դատարանի վճռով։ Ուրեմն նրանց կարգադրությունները ուժի մեջ են։ Ես օրինակ չեմ ասում կտրիչ Ներսիսյան, ասում եմ վեհապար։ Իրա դիտոսի մեջ այդպես է գրված։ Ես կարծում եմ, որ հարկավոր է այնտեղից գալ։ Մենք ուզում ենք, որ մեր պետությունը մեզ պաշտպանի։ Լավ է, որ հոգևորականները, տեսեք, ասում եմ, լավ է, որ հոգևորականը հանդես եկավ։ Միացեք, այն մյուսները թող միանան։ Հակառակ դեպքում մեր մոտ ստացվում է, որ եկեղեցին մենք լուծարում ենք, Տեր Արամը մնում է, հա։ Չէ, մյուսներին, այ հիմա մենք ներկա բացակայ ենք անում, Տեր Արամը մեկ։ Հայտարարեց, որ ապօրինություններ են կատարվում եկեղեցում։ Տեսա, լսա, ոնց էր այդ խցիկները։ Տեսանկարահանող։ Չէ, միայն տեսա, բաներ էլ կան, չեն։
մյուսները, որ վերթում են հիմա, դոմինո են խաղում, չէ՞։ Մեր ժամանակ դոմինո էր։ Գիտեք ինչի վրա ենք խաղում մենք, հաչալու։ Պարտված կողմը հաչում էր։ 10 հատ, 20 հատ, հիմա այնտեղ ինչ են խաղում, հետաքրքիր, ինչի վրա են խաղում։ Դոմինոն ինչի վրա են խաղում։ Փանտն էստեղ է, որ մտար մունդիրը համազգես թաքցնում են, չէ՞, զեկ։ Ուրեմն ինչ են խաղում դոմինո, այն նրանք էլ որ բաներ անենք, քաոս ստեղծենք Հայաստանում, ավտոմոբիլներ շուռ տանք, հրկիզենք, ինչ անենք, չէ՞, դրանք էլ կան, չէ՞։ Հիմա ես ասում եմ, թող գան, ցանկը կազմենք, մենք ցուցակը կազմենք մեր հոգևորականների, ովքեր են կողմ, որ Հայաստանում առաքելական Սուրբ եկեղեցին կուսակցականանա եւ ռազմական հեղաշրջումով գա իշխանության, դառնա կրոնապետություն։ Տեր Արամը ասում է ոչ։ Ասում է ես հավատարիմ եմ, ինքն ասում է այդպես, ես հավատարիմ եմ մեր կանոնադրությանը եւ օրենքներին, ելով հայտարարենք ելով։ Հիմա նաև Ռուսաստանից են հայտարարություններ հնչում, պարոն Աշակյան։ Շատ լավներ այդ, գիտեք ինչքան, ու գիտեք ով, ինչ որ խորհրդական։ Ռուսիա պատրիարքի խորհրդական։ Այդ դրանց ասում ենք, այ տեր, սրբեր, սրբայրեր, ոնց են ձեր բոլոր տիտղոսներով, լեյտենանտներ, սերժանտներ, գնդապետներ, տեսեք ինչ աստիճանի անհարգալից վերաբերմունք կա ձեր նկատմամբ։ Այնտեղից մի նախ պետք է իշխանությունը հայտարարություն աներ, օրինակ նախագահը։ Այսինքն Վլադիմիր Պուտինը պետք է խոսի տեր ունենա ասել։ Մեր մարդկանց հետ լավ վարվեք։ Պետք է ասել, դա ես եմ։ Իմ մակարդակով հուզված ենք, ես հուզված եմ, անհանգստացած եմ։ Մեր շահերը պաշտպանող կազմակերպության անդամներին դուք բանտ եք ուղարկում, մեր շահերն են նրանք պաշտպանում։ Բայց դե ասենք հոգևորականը պետք է ասել, որ մեր ֆիլիալի, չէ, մասնաճյուղը, այն Կիրիլը, պետք է ասել մասնաճյուղ, դա arenք իմ բաներ, ենթականերն են, ինչ կանում։ Չէ, խորհրդականը ու երկար, բարակ։ Պետք է ասել նո պասարան, թույլ չենք տալիս։ Հակառակ դեպքում մեր տանկերը մտնում են։ Արաքս գետը հիմա կանցնեն մեր դաշնակիցները։ Ունեն, չէ, դաշինք ունեն։ 1921 թվականի մարտի 16-ի դաշինքով նրանք պարտավոր են այստեղ ապահովել Ռուսաստանի շահերը։ Իսկ Ռուսաստանը պարտավոր է ապահովել մեր տարածքում Հայաստանի Հանրապետություն Թուրքիայի շահերը ըստ պայմանագրի։ Ես կարծում եմ վիրավորական է, որ ինչ որ մեկը բավական անլուրջ խորհրդականը ասում է ես վրդոված եմ, աջակցում եմ, ոնց կարելի է, ձեր մոտ այդ ինչ օրենք է, մոտարապես դա է ասում, այդ ինչ օրենքներ եք ընդունել, որ մեր շահերի պաշտպաններին դուք Օրինակ խորհրդարանական ընդդիմությունը եւ նաեւ ընդդիմադիր մամուլն էլ վիրավորական է համարում, որ Վարդան Ղուկասյանի շահերի ներկայացուցիչ մամուլը, շահերի ներկայացուցիչ քաղաքական գործիչները, նրանց շահերի ռուս-թուրքական դաշինքի շահերի ներկայացուցիչները դժգոհում են, որովհետեւ անհանգստացած են, նրանք կասկածում են, որ իրենց վերջը գալիս է, հերվից գալիս է, հերվից։ Այդ իրեք գնացքը որ մոտենում է, այնց զգում ես, որ գալիս է, իրենց վտարող գնացքը գալիս է, նրանք անհանգստացած են, վտարվելու Այսինքն վախ կա։ Բայց դա ինչի դրսևորում էր։ Ու վախը ավելի խորացավ, երբ որ այդ մակարդակով պաշտպանեցին։ Մինչև հիմա պատկերացնում եք Սպուտնիկ բանն է, ինչ է այդ ձեր գործընկերը։ Սպուտնիկ Արմենիան նկատի։ Դա է պաշտպան։ Դա ինչ պաշտպան է, երբ ուզենանք դուրը կփակենք էլի, ռուբիլնիկը կանջատենք, դա է ձեր պաշտպանը։ Օրինակ 1920 թվականին 11-րդ բանակը իր հրետանիով, գնդացիրներով, իր սապոկներով եկավ պաշտպանեց յուրայիններին, իշխանությունը բերեց։ Հիմա ինչ։ Դա հայտարարություն, ինչ որ տեր, այնել մրցակից եկեղեցու դա է վատը։ Դա մրցակից մեր Ախոյանն է։ Ուղղափառ եկեղեցին, ռուս ուղղափառ եկեղեցին, որը օրինական չի։ Կոստանդնուպոլիսը նրան չի ճանաչում։ Տարօրինակ է։ Ուկրաինականին ճանաչել է, թուղթ տվել է։ Կադաստրի թուղթ ունի ուկրաինականը, սերբականը, բուլղարականը, ռուսականը չունի։ Այսինքն մեր մրցակից հռոմեական եկեղեցին, բյուզանդական են ասում, հունական եկեղեցին մեզ ասում է, որ իմ կողմնակիցներին այդտեղ մի ճնշեք։ Դա նշանակում է մենք ճիշտ ճանապարհի վրա ենք
եթե թշնամուն ցավացրել ենք, ուրեմն լավ բան ենք անում։ Պարոն Աշակյան, եւ վերադառնանք նախընտրական տրամաբանությանը, օրինակ Նարեկ Կարապետյանը օրերս հայտարարել է, որ այս իշխանությունը միայն դպրոցներ եւ ճանապարհներ է կառուցում, այնինչ պետք է կառուցել գործարաններ եւ նման հայտարարությունները քիչ չեն, գիտեք, ինչ է կարծում մեր ձևով ուժը, շարժումը, որը հավակնում է դառնալ այսպես գլխավոր հակակշիռ եւ խոստացել է, որ քաղաքացիական պայմանագրին դարձնելու է ընդդիմություն, կհաջողի իր այս խոստումներով, որ Հայաստանում կառուցելու է 1000 ու մի գործարաններ եւ նաեւ քաղաքացիական պայմանագրին մեղադրում է, որ պետք չի կառուցել դպրոցներ, այլ պետք է կառուցել գործարաններ։ Ձեր դիտարկումը ո՞րն է այստեղ։ Ես ասում եմ, չէ՞ մեզ այնպես գոլային փոխանցումներ են անում սպորտային լեզվով ասած։ Առաջինը իրենց անունը, մեր ձևով։ Ձեր ձևովը ինչ է նշանակում։ Աբորիգենների ուլունքներով, բաներով, փափախով, ճակատների ցտկոպեկներ կախած, հա։ Խուրջինով, այդ ո՞րն է ձեր ձևով։ Քաղաքականության մեջ կա քաղաքական ձև։ Դուք սոցիալ-դեմոկրատ եք, դուք պահպանողական եք։ Ո՞վ եք դուք քաղաքականության մեջ կան ժողովրդավարական եք, թե միապետական եք։ Ո՞վ են իրենք ըստ ձեզ, պարոն Աշակյան։ Մեր ձևը ո՞րն է, ուզում հասկանալ, մեր ձև կուսակցությունը ո՞նց կարող է լինել։ Անունը, երկրորդը 1000 ու մի, այդտեղ 1000 ու մի մանրուք։ Հիմա մեր եթերը լցնենք 1000 ու մի մանրուքով։ Ոնց թե 1000 գործարան կկառուցենք։ Բա մինչև հիմա անգործության համար ձեզ ինչի չեք պատժում է։ Բա մինչև հիմա ինչի չեք արել։ Բայն որ բանից Ղարաքիլիսայից վեր կացա գնացիք Մոսկվա։ Այդ ինչ տարակ։ Ստեղից տարակ, չէ։ Ռեսուրսները տարակ, հո Մոսկվայում փողը դրած չէր, դու գնացիք այս 3 միլիարդը մերն է։ Ուրեմն Հայաստանից տարել եք, չէ, հաշվետվություն տվեք։ Մինչև հիմա ինչի 1000 ու մի գործարան չեք կառուցել։ Դա հնարավոր է, ու դուք դա գիտեք, ձևը գիտեք, մինչև հիմա լռում եք, իշխանությունն է ձեզ պակասում։ Ձեր նկարները սրբա նկարների կողքը կախված են։ Ձեր անունը ավելի շատ է տրվում, քան թե Մեսրոպ Մաշտոցի անունը։ Մեսրոպ Մաշտոցին էլ սխալ են անում, ասում են դպրոցներ կառուցելը սխալ է։ Հիմա պրոսպեկտի անունը փոխենք Սուրբ Կարապետյանների, հա, Ղարաքիլիսի, այդ որ տաշիրեն ան, դրանց իսկական Ղարաքիլիսան է։ Երկու Ղարաքիլիսա ենք ունեցել, մեկը Կիրովականն է, մեկն էլ էտա Կալինինոն կա, հետարքիր այն էլ կա։ Կալինինո Կիրովական ու Ղարաքիլիսա։ Այդ դուք նոր եք իմացել, որ Մեսրոպ Մաշտոցը թե չգիտեն, իհարկե դպրոցներ պետք է կառուցվեն։ Ես համաձայն եմ, դպրոց որ լինի, դպրոցը ավարտած ինժեները, իրավաբանը, բժիշկը, մանկավարժը ամեն ինչ կանի մեր համար։ Ամեն ինչ կանի, մեզ հենց նրանք են պակասում։ Ինժեներն է պակասում, բժիշկն է պակասում, որպեսզի Հայաստանը առողջ լինի, հայ ժողովուրդը գրագետ լինի եւ ապահովված։ Ես կարծում եմ շատ ճիշտ է, նորից մեղադրում եմ իշխանությանը, բավարար ջանքեր չեն թափում։ Պետք է շատ ավելի ակնհայտ լիներ։ Մանկավարժները պետք է շատ բարձր կարգավիճակ ունենան։ Այդ տեսեք ահազանգ մեր ձևով։ Մեր ձևով նույնիսկ նա նկատել է, որ դպրոցներ են կառուցում, հարկավոր է լավ դպրոցներ կառուցել, մանկավարժները պետք է շատ հարգարժան լինեն, շատ լուրջ մրցույթ պետք է լինի մանկավարժներ, մարդիկ պետք է ձգտեն դառնալ մանկավարժ հեռավոր գյուղերում, մանկավարժ լինես, որտեղ քեզ կհարգի պետությունը եւ հասարակությունը։ Թող այդպես բաներ անեն։ Ես տեսեք, օրինակ չեմ ասում դրանց բերանը փակեք, թող խոսեն։ Այն ռուս տերտերը որ ասում են բազմացրեք, թրուցիկներ տարածեք։ Մեր մրցակիցը մեզ դատապարտում է իր ֆիլիալին ճնշելու համար։ Տեսեք ինչ լավ բան է։ Այն Մարիա Զախարովային բազմապատկեք թրուցիկներ մեր դուրս գանք դռներից լիֆտի մեջ այ դրանց նկարները ու դրանց հայտարարությունները կպցրեք։ Դա մեզ օգնելու է։ Հա, բայց կպցրեք հակառակորդի կոչը։ Մեր ոչ բարեկամ եկեղեցու կոչը։ Տեսեք ում են պաշտպանում մեր հոգևորականները, ում կողմից եմ ասա ընկերդ ով է, ասեմ դու ով ես։ Շնորհակալ եմ, պարոն Աշակյան։ Շնորհակալություն ժաբերի համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Աշակյանի հետ, կհանդիպենք։